Այսինչ սպառնալիքների տարափագալի SMS-ներից մեջ գրում եմ բլոկ եք անում, էտա ձեր մտածելակերպը, արեք մետ հələ սենց կարևոր բան հասկանանք ժողովուրդ, քաղաքական տեսակետներով պայքարեցինք, իրար դեմ լիքը մարդիկ հաղթեցինք ժողովրդի մեծամասնությունով, բայց բոլորս պիտի ապրենք համերաշխության ներքո, էսա ամբողջ հարցը, էսա վաղը միսօր մենք իրար տենալու ենք լիքը առիթների ժամանակ, հարսանիքների, պանիխիդաների, օրինակ տարբեր, ինչ թշնամացած ենք իրար հետ մնալու։ Արժ չկա, եթե տես թշնամանքով լցված եք իմ հանդեպ սպառնալիքներ եք տալի, մի հատ է բլոկում եք կապի էլ չեք ելնում, ինչ եք առաջարկում, ավտոմատով ֆռամ, ուր դե ռաստվենք, կարանք տենց էլ նայենք այս կյանքին։ Պալուբոմ ուր դե ռաստվենք ով իրան ոնց սպայեց, այդ ձև 100 անգամ ավել միանգամից ստանալու է։ Մտ ուշքի արեք, ուր դե բարակա թոք կդրի, էդի եմ որ վաբշե իմ համար մեկ է։ Ստիպում եք, որ սենց արտահայտվեմ, մտ սթափեք, կամ էլ որը ուժեղա թողնել հաղթի։ Եսը տենց եմ նայում կյանքին։ Ու մարդիկ կան, որ ասում են՝ «Խի չես անդրադառնում դսից, Հայաստանից դուրս վիդեոներով քֆուր են անում», ասում եմ մի օր իրար եք ռաստվենք, ես ինձ թույլ չեմ տալիս այս քֆուր անեմ, բայց այդ դուբոյ քֆուր անողները զգուշ քնեք, զգուշ զարթնեք, գիտեք ինչի, ընդ չելնեք հիմա այլ բողոքեք, ասեք սպառնում, չեմ սպառնում, ընդամենը հիշացնում եմ, որ մի օր կռաստվենք ու իրար աշկերի մեջ ենք նայելու, դուք մտածեք կարաք աշկերիս մեջ նայեք, թե կարողա տակները տանեք ու վախից մեռնեք։ Ջոգինք մենք իրար, իսկ բոլոր գիտակից ժողովրդիս կոչ եմ անում սթափության, կոչ եմ անում համերաշխության, որովհետև մենք բոլորս հայ ենք ու պիտի ապրենք միահամուռ նույն երկնքի տակ, նույն հողի վրա, որ անվանում ենք Սուրբ հող, Սուրբ հայրենիք։ Բոլոր գիտակից ադեկվատ մարդկանց շատ սիրում եմ, շատ հարգում եմ, ու բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր քաղաքական հայացքներ ունեն, բայց իրանց ադեկվատ նորմալ են պահում, ձեզ նույնպես սիրում եմ, հարգում եմ նաև ձեր տեսակետը, բայց իմ տեսակետը հաղթեց, շնորհավորում եմ մեզ բոլորիս, ժողովուրդս լավ եք, ով էլ որ իրան վատ ապահում, ինչ ասեմ, զգուշ էլի, պրոստը ինչքան չարությունով լցվես, կարող դու ինքդ քեզ խեղդես քո չարության մեջ ու քո վախերից, որ մի օր կարող որցին ռաստվես միտե։